Այո, մենք մասնակցելու ենք ընտրություններին, մենք դաշինքով ենք ուզում մասնակցել եւ ամեն ինչը մենք անում ենք դրա համար, այս մեր հանդիպումները տարբեր ուժերի հետ հենց դրա մասին են, որ մենք ուզում ենք միավորել տարբեր ուժերի եւ դաշինքով մասնակցել, քանի որ մենք պատկերացնում ենք, որ իրականում հաղթը շատ ծանր ժամանակ է լինելու եւ մենք պետքա մեծ ուժեր կուտակենք, որ կարողանանք դեմը առնենք։ Մշակվել է Facebook-յան ձեր էջից տեղեկացել են, որ մշակվել է վերածնունդ ռազմավարական ծրագիր, որը եթե իրագործվի, ապա հիմք կհանդիսանա տնտեսական հրաշքի համար։ Ուրեմն այդ տնտեսական հրաշքը լինելու է իրականում շատ հաշվարկված, հիմա ես դες կներկայացնեմ ոնց է դա աշխատելու։ Սա 3-ից 5 տարվա մեջ այդ ամեն ինչ որ գրած է, սա լինելու է 3-ից 5 տարվա ընթացքում, այդ ամեն ինչին մենք կհասնենք։ Մենք նախ եւ առաջի տարին դա արդեն նախապատրաստական աշխատանքները գնում են, մենք արդեն IT մասնագետներ ունենք, միջև էտել ենք մենք աշխատել դրա վրա, ասենք որ պետքա կանխիկ փողը Հայաստանում վերացվի։ Մենք չենք ունենալու կանխիկ փող, մենք ունենալու ենք երկու ռեեստր, մեկը լինելու է թվանշային փողը, հայկական դրամը, որը վերահսկվելու է կենտրոնական բանկի կողմից, որ պատկերացնենք, մյուս ռեեստրը լինելու է ապրանքների եւ ծառայությունների մատուցման ռեեստր, որտեղ որ նշվելու է բոլոր ապրանքները, որ արտադրվում են, ներկրվում են, այստեղ օրինական ձևով, ինչ որ օրինական է եւ ծառայությունները, որոնք այստեղ մատուցվում են, այդ ամեն ինչը այդ ռեեստրների մեջ, այդ երկու ռեեստրը իրար հետ շատ պինդ շահկապված է, ուրեմն Եթե պատկերացեք խենք մենք ասում, որ հնան աճելու է մեկին մեկ, հա մեր, նայեք, այսօրվա դրությամբ պետականորեն ասում են, որ գորշ տնտեսությունը մեր մոտ 35-ից 40% է, ստվերային, այո, իսկ իրականում դա մոտարապես 65% է, մենք վերցնում ենք 50%-ը միջինը վերցնենք, որ իրականության մոտիկ լինենք, 50%-ը ստվերայինն է, հա, ուրեմն եթե ստվերայինը 50%-ը, դու եթե ստվերից հանում ես քո տնտեսությունը, փաստորեն մեկին մեկ աճ ես տալի հնայի, միանշանակ։ Ուրեմն այդ մեկ աճը մի անգամ Ինչ ես հանում ստվերից, ով է հանում ստվերից, եթե ստվերի մեջ լավ տեղավորվել է։ Դե լավ տեղավորվել է, բայց երբ դու մտնում ես կանխիկը դու հանում ես ու բոլոր ծառայությունները թվային Այսինքն քեզ ձեռնտու պետք է լինի ստվերից դուրս գալ, քեզ կհանենք ստվերից, նախ եւ առաջ։ Տեսեք, այդ սիստեմը դա ամենակարևորն է։ Դա բլոկչեյնի վրա հիմնված ծրագրեր են։ Այդ ծրագրերը թույլ չեն տալու, չես կարողանա արդեն ստվերի մեջ մտես։ Կանխիկ փող չի լինելու, ամեն ինչը երևալու է Պեկի համար ամեն ինչ երևալու է տեսնելու ընդհանրապես ոչ մի գումար չի շարժվելու առանց բանի, բայց դրա հետ միասին իհարկե հարկերն է իջացվելու, իհարկե հնարավոր նայեք շատ հեշտ է դա արվում, այնպես չէ, ինչ որ բարդ խոսք ենք տալու, չէ, շատ իրականում դու պետք է տարածաշրջանում եղած հարկերից ոչ ավել ունենաս, որ դու հետաքրքիր լինես, դու պետք է ստաբիլ լինես, դու պետք է ժողովրդավար լինես ասենք մի քանի հանգամանք կա, որ ներդնող կա, հա, կոմոդ, ստաբիլ, մարդկանց համար հասկանալի, ժողովրդավար երկիր լինես, հա, այդ դեպքում ու հարկերդ, եթե տարածաշրջանում, եթե նվազագույնը չեն, բայց ասենք չեն ավել, քան քո հարևանների մոտ, այդ դեպքում ներդրումները միանշանակ գալու են կոմոդ։ Ծերից դու սենց տենես ես իրանց հանելու, բայց դու կարաս հարկերը չիջացնես ստվերից հանես, ու իրանք այս հարկերը մուծելով տակից դուրս չեն գա, եթե հիմա դու ստվերից իրանց հանես, այդ մեր ծրագիրը, որ մենք ուզում ենք ներառենք, այդ ծրագիրը աշխատի, ուզեն չուզեն բոլորը դուրս են գալու, 3 տարվա մեջ բոլորը դուրս են գալու ստվերից, ամեն ինչը թվայնացված առնելու, ոչ մեկ չի կարողանալու վաճառել, թմրանյութ չի լինելու վաճառել, չեն կարողանալու թմրանյութ Հայաստան եթե բերեն, ասենք այն հարուստ մարդիկ կետան դրսից իրանց համար կբերեն, ու ճանապարհին կբռնվեն, չեն բռնվի, կնստեն, այդ իրանց խնդիրն է։ Ընդհանրապես թմրանյութ չի լինելու վաճառել ստեղ։ Խաղամոլությունը չի լինելու, որտեղ մենք որ գալիս ենք, մենք միանշանակ ենք ասել, չենք փակելու ենք այդ on-line այդ կազինոները, այդ բաները, միանշանակ չի լինելու։ Ինչի բար, նայեք, մեծամասնություն տուժում են հասարակ մարդիկ։
միջինից ցածր մարդիկ, ովքեր ամենա այն կոպեկ աշխատում են, որ աշխատավարձը պետք է բերի տուն, մինչև տուն հասնելը քարտի վրայից ինքը հեռախոսի վրա այդ զիբիլները հաղում է, ու պարտված գալիս է տուն, արդեն փող չկա, հետո սկսում է հարևանից պարտ կուզել, նրան խաբել, սրան խաբել, ու այս սաղ խնդիրները մեր մոտ առաջանում այդ սրանցից երկու ամենամեծ խնդրեմ կա, թմրանոտ, խաղամոլություն։ Այս երկու հարցը եթե մենք լուծում ենք, մարդիկ մի քիչ շունչ քաշեն։ Դրա հետ միասին մենք այդ կարողանալու ենք միանշանակ այդ հնան, քանի որ սպիտակ զոնայի մեջ ենք մտցնելու, հա, տնտեսությունը, դա դառնալու է արդեն հնարավորություն տալու միջին եւ ցածր թոշակները մեկին մեկ ավելացնել, հնարավորություն տալու դա հաշվարկներ է, սա խոսքեր չի, լոկ մենք կներկայացնենք այդ հաշվարկները իհարկե ներկայացնելու ենք մեր ժողովրդին, մեր հանրությանը, այն կառավարության հիերարխիան ու այն մարդկանց, ովքեր զբաղեցնելու են այդ պաշտոնները, որ մարդիկ իմանան, որ եթե դուք անգամ եթե մենք հաղթեցինք, այս մարդիկ են, որ այսօրվանից իրանց գնահատական տան, իրանց հետ խոսան, հասկանան ով են, ինչ են։ Վարչապետ Նինա Կարապետյանց Պարզե նժար սահմանադրական շարժման համահիմնադիր։ Այդ դրա վրա մենք կանգնենք իհարկե։ Ուրեմն նայեք, հա մենք հենց սկզբից որ մեր շարժումը ստեղծեցինք, մենք հենց սկզբից որոշել էինք, որ մենք գնալու ենք ոչ թե բաժանելու, այլ միավորելու։ Եվ մեր նպատակն է իրականում, որ մենք կարողանանք մթնոլորտը մեր պետության մեջ փոխենք, հա, բացի համակարգից, որ ամենակարևորն է, քանի որ դա շարունակությունը, հա, կլինի այն իրավիճակի, համակարգը փոխվեց, հետո երկրորդ քայլը պետք է լինի վստահության մթնոլորտը, հա, մարդկանց մեջ, մարդկանց դեպի կառավարություն, պետություն։ Հիմա նայեք, այդ բոլորին միավորելու համար այն ինչ որ դուք հիմա կարդալու եք, սա համացանցում տարածված է, բայց մեր ասածն է, որ այստեղ մենք տենում ենք համարյա թե բոլոր ուժերին։ Բացի պարլամենտական ուժերից, հա, ովքեր պարլամենտում են ներկայացված, Քոչարյան, Սերժ, Նիկոլ Փաշինյանը, իրանց ուժերը եւ իրանց սատելիտները, բացի իրանցից բոլորը համարյա թե այստեղ ներկայացված են։ Ինչի համար, սա ոչ թե նրա համար, որ մենք պայմանավորվել ենք արդեն, այլ նրա համար, որ հասկանան։ Մեր համար շատ կարևոր է այդ համակարգային փոփոխությունը, մեր համար կարևոր է մեր Վացլավ Գավելը։ Տիկին Կարապետյանցը, Նինա Կարապետյանցը, դա հայկական Վացլավ Գավելն է։ Այդ այն մարդն է, ով ժամանակավոր, ասենք այդ 3 տարով այնտեղ նշած է, որ 3 տարով այդ կոալիցիան ստեղծվում, եթե այո, ժամկետը 3 տարի։ 3 տարով լինելու, սա փաստորեն ժամանակավոր կառավարություն է, որ այս հեղափոխական փոփոխությունները մենք կարողանանք կատարենք համախմբված, բոլորը մի կողմ դնեն, մորատորի հայտարարեն իրանց գաղափարախոսության վրա, իրանց աշխարհաքաղաքական տեսակետների վրա, որ մենք կարողանանք այս կարևոր փոփոխություն, որ մենք կարողանանք համախմբենք ազգը արդեն։ Բայց դուք ասում եք 6 ամիս մինչև ընտրություններ, 3 տարին դա ընտրություններից հետո է։ Արդեն 3 տարի ընտրություններից հետո։ Եթե չընտրվեն։ Չէ, եթե ընտրվեցինք։ Եթե ընտրվեցիք 3 տարի, այսինքն 3 տարից հետո Նինա Կարապետյանցը հրաժարական է տալու եւ նոր ընտրություններ են լինելու։ Մենք չենք սպասելու։ Այսինքն ընտրություններ են լինելու եւ կարող է այս կազմը փոփոխության ենթարկվել։ Միանշանակ, որտեղ սա նախնական պատկերացում է։ Եվս մեկ հարց, մինչև անունները թվարկեմ, մեջ բերեմ, այս մարդիկ, որոնք նշված են, իրենց հետ արդեն դուք համաձայնության եկել եք, թե իրենք հանկարծ բացելու են եւ տեսնել, իրանք հանկարծ բացել են եւ տեսել են, այո, որտեղ դա ուղղակի իմ մոտեցումն ա եղել, հետո մեր համակարգիչները աջակցեցին, գիտեք ոնց, սա պետք է լինի այսպես, որ ոնց եմ ես տեսնում, որտեղ եմ տեսնում։ Ես ասելով հենց դուք մեր թիմը նժարը այդ սա ինձանից է դուրս եկել, բայց հետո իմ թիմակիցները ինձ սատարեցին։ Մի խոսքով, եթե այստեղ փոխվարչապետ Լևոն Զուրաբյանն է նշված, Լևոն Զուրաբյանը ձեզ հետ մշակել է այս ամենը։ Ոչ մեկ, բացի Տիկին Կարապետյանցից ոչ մեկ։ Եթե անվտանգության խորհրդի քարտուղարը նշված է Մանեթ Անդիլյան, նա եւս համացանցից է իմանալու, որ դուք իրեն վստահության քվե եք տալիս։ Թվարկեմ մի քանի եւս անուններ, Պաշտպանության նախարար Վարուժան Ավետիսյան։ Բայց շատ կներեք, դուք ասեք վստահության քվե եմ տալի, մենակ մի պարագայում։ Համեցեք։ Այդ վստահության քվեն այդ բոլորին մենակ մի պարագայում, եթե այն պայմանները ինչ որ ընդեղ նշած է, բոլորը պատրաստ են ընդունելու։ Այդ դեպքում վստահության քվեն կտարածվի։ Չեմ տալի ապրիորի կարևոր է դա այդ նշումը ձեր։ Այո, որտեվ դա բանով չի էլի, ավանսով չի տալացվում, տալացում է այն առումով, որ եթե դուք պատրաստ եք ընդունեք այդ բոլոր պայմանները ընդեղ նշված, այդ դեպքում
Բայց դուք բանակցելու եք յուրաքանչյուրի հետ։ Այո, մենք փորձելու ենք, եթե ստացվի, կարող է մարդ լինի այս գրածից հետո ասի ընդհանրապես չեմ ուզում, քանի որ ինձ տենում ես օրինակ անես պաշտոնի, որ ես արժանի չեմ, ես ավելի բարձր պաշտոնի, որը որ շատերն են իրանց պատկերացնում վարչապետներ, իրականում դա շատ մեծ խնդրեմն է, ամենամեծ խնդրեմն։ Առաջին թիվ առաջինը ով կլինի, դա հիմնական գրվախնդիրն է։ հա, որ նայեք քանի որ Նինա Կարապետյանցը մենք դրա համար կուսակցություն չենք ստեղծել, մենք դրա համար ոչ մի բան չենք։ Մենք ասում ենք նժարի շուրջ չէ։ Եկեք ձևավորենք իրար հետ այս վերածնունդ շարժումը, նոր շարժում ձևավորենք։ Եթե դուք ընդունում եք այն մնացած պայմանները, ձևավորենք իրար հետ այդ շարժումը, եկեք ձեր ամբիցիաները դրեք մի կողմ, այդ 3 տարի եթե վարչապետ չեք դառնա, այսօր հնարավոր էլ չի։ Իրանք մենակ ոչ մեկ, այնտեղից ոչ մեկ մենակ չի կարողանալու դառնալ վարչապետ։ Այդ մոռացեք, 100% խոսք եմ տալի։ Ընդհանրապես չի կարողանալու։ Միակ ով որ կարող է դառնալ, Նինա Կարապետյանցն է, որ հնարավորություն ունի, որտեղ մարդիկ իրականում սպասում են այն ուժին, եթե մենք կարողանանք հասանելի դարձնել մեր ծրագրերը բոլորին, ուրիշ բան է, որ մենք այդ դեռևս այդ ճանապարհը չունենք հասանելի ամբիցիաները գցեք մի կողմ, եկեք տղամարդ եղեք վերջով, եկեք մարդ եղեք, հայ մարդ եղեք, ու Հայաստանի համար փորձեք մի անգամ լավ բան անեք, այլ ոչ թե հետակ Սերժի վաղտ աշխատեք, Ռոբի վաղտ աշխատեք, բան անեք, հետո գալիս եք, ոչ մեկի հետ գործ չունեք, ոչ մեկի հետ գործ չունեք, վաղը մենք կգանք, այդ մի մարդ, որ ուզում է բանի այդ Սև լճի կողքի այդ բանը Տրամպի անունով դնի ու դրա պատճառով իրան թվում է որ Ալիևը կվախենակ թողի կետա, այտենց չեք մացել հաթյանի այդ պատմությունը։ Դե հիմա այդ մարդը ուզում է վարչապետ, թող մի քիչ աճի, մեծանա, աշխատի վրա, հետո կդառնա։ Եվ ներգրավում եք արդարացության նախարար, այդ ձեր խոսքից հետո Արման Թաթյանը կասի ինձ ընդհանրապես մի մոտեցեք։ Չէ, դա այդ դրա համար եմ ասում, ինքը չտեսնված, ես այդ գիտեմ, կողքից գիտեմ, շատ ու ինքը չտեսնված մասնագետ է, հենց իր հարցերում։ Հասկանում։ Դրա համար ուզում ես արի քո հարցերով զբաղվի, հետո կետաս էլի 3 տարին կանցնի, այդ 3 տարվա մեջ արեք ոտի կանգնացնենք, այս խելքի բերենք, 3 տարի հետո գնացեք էլի նոր ձեր ընտրության, ձեր ձևերով, ձեր թևերով, ամեն ինչով գնացեք ընտրության թող ժողովուրդը այդ վաղ, երբ որ հանգիստ ընտրություններ լինեն, տիկեն գան, նորմալ իրավիճակը լինի, այս քայքայված, այդ պարակտված ատելության իրավիճակը չլինի, մարդիկ հանգիստ կանան մտածեն ու կարող է իսկականից Արման Թաթյանին ընտրեն, այդ ժամանակի հասունացած լինի։ Էդմոնդ Մանուկյանը, եթե այսպես միշտ բան չներ, սա այդ աշխատած բան չներ, իմ համար շատ ընկալելի մարդ է, շատ տրամաբանական է խոսում, շատ ժամանակ, բայց իր այդ տրամաբանական խոսում է, հետո ամենից բաներ անում, որ անտրամաբանական է։ Չէ, հիմա դրա համար եմ ասում, ինքը մի հատ լավ բան ունի, որ ինքը կարա զբաղվի, ես վստահ եմ, այս շրջանների հետ կապը հաստատելու ինքը շատ լավ կկարողանա։ Եվ եթե ինքը պատրաստ է ընդունի, ոնց որ եւ բոլորը էլի եմ ասում, պայմանները ընդեղի գրված, բոլոր պայմանները ընդունում են, այդ դեպքում ինքը կարա նախարար աշխատի, ինչի ոչ։ Դե ինչի ոչը, դե բոլորին է վերաբերում, ինչի ոչը։ Դե դրա համար եմ ասում, բայց ինձ մոտ հարցեր կան։ Եվ Տիգրան Խզմալյան, ունեք Եվրոպական միության դեսպան, սա ինչ պաշտոն է, սա ինչ է։ Սա մենք եթե լինենք, մենք ահատուկ այդ պաշտոնը կանենք, որովհետև իրականում մենք տեսնում ենք այդ միակ ուժն է, որ այսօր էլի եմ ասում, բացի մեզանից, որ իրականում շահագրգռված է եւ ի սրտե ուզում է դեպի մեզ տանի դեպի Եվրոպա, այս մարդը ինքը ազնիվ է եղել, այն որ ինքը աշխատել է Նիկոլ Փաշինյանի մոտ, ոչ թե իր մոտ է աշխատել, այլ իր հետ, հա, ինչ որ շփումներ էին, ես հիշում եմ գնում գալիս էին ինչ որ այդ Յանի ընդդիմություն էր, հա, տենց ասած, մի քանի օքեն որ ընդդիմադիր ընդհանրապես ընդ չկար, էլի, նստած էին իր հետ խոսում էին բան, բայց ես մի բան ճշտեցի եւ վստահ եմ, որ այդ օրենքը, որ ընդունվեց դեպի Եվրոմիություն գնալու, սա այդ մարդու ջանքերն էր, այո, իրան օգնեցին այդ մնացածները, այդ որ մենք արդեն ասում ենք իրանց կեղծ եվրոպամետներ, այդ խուրշուդյանիստները։ Կեղծ եվրոպամետներ։ Այո, իրանք Արամ Սարգսյան, Խուրշուդյան, Բաբաջան, դրանք կեղծ եվրոպամետներ են, այդ մարդիկ ոչ մի արժեքային համակարգի հետ կապված Եվրոպայի ժողովրդավարության հետ կապ չունեն այս մարդիկ։ Այս մարդիկ պաշտպանում են այդ բոլոր ոտնձգությունները, հա, այդ բոլոր անօրինականությունները, ինչ որ կատարվում է այսօր մեր պետության մեջ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի։ Այսինքն դուք ասում եք, եթե Նիկոլ Փաշինյանի դեմ չեն, ապա միանշանակ, այո, պատվավոր անդամները, ասենք, իմ պատկերացմամբ, այդ մարդիկ չեն, որ պետք է նստեն ու ասենք քննարկումներին անպայման մասնակցեն, ասենք կոալիցիայի բոլոր անդամները, ասենք ինչ որ բան են անելու, հա, կոնկրետ ինչ որ իրանց բան։ Այս մարդկանց վրա պետք չի դնել ինչ որ կոնկրետ հանձնարարություն, հա, որ իրանք այս
կանենք ամենանը, բայց այս մարդիկ շատ մեծ լումա ունեն, այսպես ասենք, մեր թե անկախության համար, թե այս պայքարների համար այս տարիների ընթացքում, եւ այդ մարդկանց պետք է ինչ-որ ձևի իրանք ներկայացված լինեն, ես գտնում եմ դա կօգնի համախմբման եւ ընդհանուր Բայց գործառույթ չունեն, հարգանքի դուրք եք տալիս հասկանալի։ Հարգանքի Պարոն Հարությունյանը, նույն Արշակ Սադոյանը, այդ մարդիկ իրականում արդեն դարել են Գոնե խորհրդատու լինեն Դե հիմա այդ որպես։ կարելի է հիմա Անունը կարող եք դնել հիմա խորհրդատու։ դրան չեկալեցինք ու հենց տենց արեցինք Լավ, եւ կոալիցիայի կազմակերպական կոմիտեի ձևավորումը Արտաշես Սիկունոմովի։ Այսինքն այս ամբողջ կազմակերպչական աշխատանքները կատարելու եք դուք։ Այո։ Բանակցություններն եք վարելու։ Չէ, գիտեք, Երբ սկսած ինչ եք արել։ մենք այս կոմիտեն ինքը իրանով պետքա ներքին հարցերով զբաղվի, հա, կազմակերպչական այդ հարցերն է կարևոր։ Այդ ճիշտ ձևի դրված կդնենք, որ գիտեք ոնց ոչ թե ամեն մեկը շատ կներեք, բայց այդ բառը ասեմ, իր էշնա քշելու, այլ ճիշտ ինչ որ մոտեցումներ մշակենք, ինչ մոտեցումներով ենք աշխատելու, որ ոչ թե էմոցիաներ ու ամբիցիաներ խոսան, այլ տրամաբանությունը աշխատի։ Սա է։ Ոնց եք դա կարգավորելու։ Շատ հեշտ է կարգավորել, որտեղ այն Մոդերացիա եք անում։ Դա այո, մոդերացիա, բայց դրա մոտեցումները կա, որ այնտեղ երթում կա, ժողովրդի առաջ պետք է կանեն բոլորը երթում ուտեն։ Ինչի մասին է երթումը, ես չեմ վերցրել։ Դուք չեք կարդացել մինչև վերջը։ Չէ, մինչև վերջ կարդացել եմ, բայց չեմ դուրս բերել։ Հա, չեք դուրս բերել, դրանով չեք քշում։ Դե պետք է ամեն ինչ ինչ որ պայմանավորում երթվեն, որ անալու են այնպես, ինչպես ժողովրդի դեմ, որը բաց է բաց, պետք է երթվեն, որ անալու են ինչ որ պայմանավորվել են։ Ոչ աճ, ոչ ձախքայլ չի լինելու, այլ իրականում պետք է 3 տարին աշխատեն այս հարցերը լուծեն, դրանից հետո ամեն մեկը իր ծրագիրը վեկալի, հետո սկսի ընտրվել վարչապետ կդառնան, պետխորհրդի անդամներ կդառնան, ինչ դեպուտատներ կդառնան այդ։ Այո, մենք պարտավոր ենք ապրել վերածնունդ, սա ինձ թվում է պահանջն է Աստծո կողմից, որովհետև իրականում այդ վերածնունդը պետք է եւ հոգեվոր եւ աշխարհիկ կյանքում այդ ամեն ինչը մենք պետք է ապրենք այդ վերածնունդը, մենք պետք է այդ հիմնակարը դնենք նոր Հայաստանի, բայց ոչ թե իրական Հայաստանի, այլ իրավական Հայաստանի նոր հիմնակարը, ոչ սահմանադրության փոփոխության մասին չի խոսք անգամ չմտածեն, ասենք մենք միայն բարեփոխումներ ենք այնտեղ անելու եւ այդտեղից սկսվի արդեն նոր մթնոլորտը իրականում, այդ նոր համակարգը աշխատի, նոր մթնոլորտը Այսինքն նոր Հայաստանի նման նոր ինչ որ Չէ, դա նույնն է մեր հին Հայաստանն է իր տանջանքներով, իր ցեղասպանությունով, իր ծիծեռնակաբերդով եւ մեր եռաբլուրով, բայց մենք պետքա տուրք տանք այդ ամեն ինչին, այդ մարդկանց մենք պարտք ունենք, մենք պարտք ունենք ծիծեռնակաբերդին եւ եռաբլուրին։ Եվ այդ պարտքը միակ բանն է, որ մենք կարանք տանք, դա պինդ Հայաստան, ուժեղ Հայաստան կառուցելն է։